Վարչապետ Նիկոլ Փաշինյան դիկնոջ Աննա Հակոբյանին հետ աշխատանքային այցելությամբ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած է, այս մասին հայտնի վարչապետի մամլոքարտուղար Նազելի Բաղդասարյան։ Վարչապետը Աբու Դաբիի մեջ կմասնակցի Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակապաշխությամբ։ Աբու Դաբիի մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդլայնված կազմով հանդիպում ունեցան։ Երկու երկիրներու ղեկավարներուն հանդիպումը շարունակվեցավ թեմար թեմ ձևաչափով։ Փաշինյան եւ Ալիև Արաբական Միացյալ Էմիրություններ ժամանեցին 4 փետրվարին ստանալու Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։ Վարչապետ Փաշինյան ջանցվեցավ Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակագիր՝ ի նշանավորում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանի մեջ համագործակցության եւ գայունության ապահովության օրագարկը հետեւողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին Ադրբեջանի նախագահ Ալիևի արժանանալը գնդկծե խաղաղության հարաճ մղման համար համատեղ չանքերը։ Ապրիլին ատոմագայանը 5 ամիսով դուրս պիտի կհամագարկեն նոր ատոմագայանի մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չկա, հայտնեց նախարար Խուդատյան։ Ըստ նախարարին ուսումնասիրեն Ռուսաստանի, Միացյալ Նահանգներու, Չինաստանի, Կորեայի, Ֆրանսիայի առաջարկները։ 2025-ին Հայաստանը շարունակեց էլեկտրականության արտահանումը Իրան եւ Վրաստան։ Նախորդ տարի արտադրված էլեկտրականությունը 5.8%-ով ավելի է 2024-ի համեմատությամբ, տեղեկացուց նախարարը 2025 ամփոփող Նախարար Խուդատյանն նաև ավելցուց, որ Հայաստանի էլեկտրական համագարկի միացումը 4 հարևաններուն հետ տեխնիկապես հնարավոր է։ Արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքներու հանձնագետար Մայքլ Օֆլահերթի հետ կդերգացեն Հայաստանի արտաքին գործոս նախարարութենեն։ Զրուցակիցները անդրադարձած են Եվրոպայի խորհրդի շրջանակներու մեջ առաջնային ուղղություններով իրավունքի քերագայության շարունակական ամրապնդման, մարդկային իրավանց պաշտպանության հարցերով փոխգործակցության։ Նախարար Միրզոյան ընդգծած է Հայաստանի կողմեն ժողովրդավարական բարեփոխումներու հավակնոտ օրագարկի կյանքի կոչման հարցով շարունակական հանձնառությունը եւ իրականացվող քայլերը։ Անդրադարձ կատարված է նաև Ղարաբաղեն տեղահանված փախստականներու գարիքներու հասցեագրման ուղղված ծրագիրներուն։ Արարատ Միրզոյան եւ Մայքլ Օֆլահերթ միտքեր փոխանակած են տարածաշրջանային հարցերու շուրջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոս նախարարի տեղակալ Ռոբերտ Ապիսողոմյան հանդիպած է պաշտոնական այցելությամբ Երևան գտնվող Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության ուժերու շտաբի պետ հրամանատար Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությամբ։ Այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործոս նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Զրուցակիցները քննարկած են երկկողմ օրագարկի հարցերու լայն շրջանակ, բարձր գնահատելով Հայաստան-Հնդկաստան զարգացող հարաբերությունները։ Հայաստանի արտաքին գործոս նախարարին տեղակալը ներկայացուցած է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Նշված է, որ հանդիպման ընթացքին զրուցակիցները միտքեր փոխանակած են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող հարցերու վերաբերյալ։ Ամերիկայի եւ Իրանի միջև գորիզային բանակցությունները տեղի պիտի ունենան 6 փետրվարին Օմանի մեջ։ Այս մասին հայտնած է Ակցիոսի թղթակից Բարակ Ռավիթ հղում ունելով արաբական աղբյուրներուն։ Աղբյուրը նաև հայտնած է, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնած է բանակցությունները Թուրքիայեն Օման տեղափոխելու Իրանի խնդրանքին։ Ռավիթ նշած է, որ դակավին քննարկումներ կընթանան այն հարցի շուրջ արդյոք տարածաշրջանի արաբական երկիրները կմիանան Օմանի մեջ բանակցություններում։ Սպիտակ տունը հրաժարած է որևէ մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ։ Ավելի գանուխ Իրանի արտաքին գործոս նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարած էր, որ Ամերիկայի հետ բանակցություններու նախապատրաստությունը կընթանա Իրանի նախագահի հրահանգներուն համապատասխան։ Ակցիոս հայտնած էր, որ Իրանի արտաքին գործոս նախարար Աբբաս Արաքջին 6 փետրվարին Ստամբուլի մեջ պիտի հանդիպի Ամերիկայի նախագահի հատուկ բանակնած Սթիվ Ուիթկոֆին հետ։ Լիբիայի մեջ սպանված է նախկին առաջնորդ Մուամմար Գադդաֆիի որդին Սեյֆ ալ-Իսլամ Ղադդաֆին։ Քաղաքական գործիչի մտերիմներուն փոխանցմամբ 53 տարեկան Սեյֆ ալ-Իսլամ մահացու վիրավորումը ստացած է իր դան վրա կատարված հարձակումի ժամանակ։ 4 անհայտ զինված անձեր ներխուժած են անորդուն, անջատած են տեսախցիկները, որ մեյ հետ կտեղի ունեցած է ուղիղ փախում, որուն ընթացքին Սեյֆ ալ-Իսլամ Ղադդաֆին սպանված է։ Փաստաբանը նշած է, որ դեպքեն 10 օր առաջ Սեյֆ ալ-Իսլամ Ղադդաֆիի շրջապատ
Մոսադը բարձրացնած են ապահովության հետ կապված լուրջ մտահոգություններու մասին։ Սեյֆ al-Իսլամ Ղադաֆին մինչև 2011 թվական կհամարվեր Լիբիայի ամենեն աստեցիկ քաղաքական դեմքերեն մեկը։ 2021 թվականին հայտարարած էր երկրի նախագահի պաշտոնին առաջադրվելու մտադրության մասին։ Անոր սպանությունը տեղի ունեցավ Լիբիայի մեջ շարունակվող քաղաքական անկայունության եւ անվտանգության լարված իրավիճակի լույսին տակ։ Գազայի հատվածին եւ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցագետը որոշ սահմանափակումներով վերապացված է, այն մոտ 1 տարի փակ էր, այժմ փոքրաթիվ խումբերուն թույլ կդրվի երկուղությամբ հատել սահմանը, սակայն բեռներու տեղափոխություն դեռ չէ իրականացված։ Գազայի առողջապահության նախարարությունը ավելի գանուխ հայտնած էր, որ բժշկական օգնության գարիք ունեցող մոտ 20,000 պաղեստինցի հույս ունի լքել Գազան։ Մինչև Գազայի հատվածին պատերազմը Ռաֆահի անցագետը սահմանային գլխավոր անցագետն էր, միակը, որը չէր վերահսկեր Իսրայել, սակայն 2024 թվականի մայիսին Իսրայելի բանակը վերահսկողություն հաստատեց Ռաֆահի անցագետի նկատմամբ։ Այն կարճ ժամանակով վերապացվեցավ 2025 թվականի սկիզբը վիրավորները տարհանելու համար։ Արևմտյան մամուլը գրած է, որ անցագետի վերապացումը նախատեսված է Գազայի հատվածին ղեկավարման համաձայնագիրներով։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին իր խոսքը կատարեց եւ մեկ շաբաթ չի հարվածեց ուկրաինական քաղաքները, որ անոր գարձիկով արդեն իսկ ձեռքբերում է։ Այս մասին Թրամփ հայտնած է լրագրողներուն հետ զրույցին, որուն տեսանյութը տարածեց Սպիտակ տունը։ Լրագրողը նշած է, որ Ռուսաստան համաձայնած էր հարվածներու դատարի ցուրտ եղանակի ընթացքին եւ այժմ վերսկսած է Ուկրաինի ուղղությամբ հարձակումները։ Հունվար 29-ին Թրամփ հայտարարած էր, որ անձամբ խնդրած է Պուտինեն մեկ շաբաթ չհարվածել Կիևի եւ ուկրաինական մյուս քաղաքները։ Կրեմլինի խոսնակը հաստատած էր, որ Թրամփ խնդրած է հարվածները դադրեցնել մինչև փետրվար 1։ Փետրվար 3-ի գիշեր Ուկրաինան հայտնած է, որ ռուսական կողմը զանգվածային հարվածներով թիրախավորած է երկրի էլեկտրական ենթակառուցվածքները արձակելով ավելի քան 70 հրթիռ 450 անօդաչու թռչող սարք։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մեջ ընդունած է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երկու ղեկավարներու միջև վերջին ամիսներուն լարված հարաբերություններեն հետո։ Գահորդ է Reuters, հանդիպումը տևած է 2 ժամ եւ անցած լրատվամիջոցներու համար փակ ձևաչափով։ Երկու նախագահներն ալ հանդիպումը դրական գնահատած են։ Բանակցություններեն հետո Պետրոն հայտնած է, որ Թրամփին փոխանցած է Կոլումբիային դուրս բնակող խոշոր թմրամաքսան ընկերությանը եւ խնդրած օգնել իրեն անոնց բռնելու գործի մեջ։ Մամլոասուլիսի Պետրոն նաև հայտնած է, որ Կոլումբիան ընդլայնած է Ամերիկայի հետ հետախուզական տվյալներու փոխանակումը։ Կողմերը քննարկած են նաև Վենեսուելայի վերականգնման ուղիները եւ ուժանույթի ոլորտի ներս համագործակցության հերանեկարները։ Թրամփը իր հերթին հայտարարած է, որ Ամերիկան եւ Կոլումբիան համատեղ պիտի պայքարին Վենեսուելայի տարածքին գործող աշխարհազորային եւ ահաբեկչական գազམ་ակերպություններուն դեմ։ Թրամփի եւ Պետրոյի միջև հարաբերությունները բավական սրված էին։ Ցեզի հետ Անի Զեյդունցյանը։